Ես մոտավորապես այն կրպակի մոտ, ինձ թվում է մի 50 մետր հեռավորության վրա կլինի, ավելի ճիշտը այգում քնած էի, նստարաններից մեկի վրա, հետո ինչ-որ աղմուկ լսեցի, դուրս եկա, այն կրպակի մոտ կանգնած էի ու տեսա, որ մարդիկ մեծ արագությամբ փախնում են ու ոստիկանները իրանց հետապնդում են, ես բնականաբար չփախա ու այդտեղ կանգնած մնացի, բոլորը փախնում էին, բայց ես կանգնած մնացի, հետո ոստիկանները ինչ-որ մարդկանց բերման ենթարկեցին եւ այլն, արդեն իրանց օպերացիան ավարտել էին ոնց որ ու արդեն վերադառնում էին իրանց վայրը, ուրեմն այդ ընթացքում մեկ ավագ ոստիկան տեսավ, ասավ, էս էլ Գասպարին է, իրան էլ բռնեք տարեք։ Ուրեմն այդտեղ առիթ օգտագործելով որքան հնարավոր էր, հարվածելով եւ այլն, մինչեւ այստեղ էլ ուրեմն հարվածեցին, այս պատնեշից հետո էլ հարվածեցին, մինչեւ մեքենայի մեջ տանելը։ Իմ ձեռքերը ոլորել էին մեջքի վրա եւ դեմքով դեպի ներքև, այ ոլորված ձեռքերով այսպես որ բռնում են, դա շատ այսպես արդյունավետ ցավալի է, էլի։ Կարելի ասել ոստիկանական փորձերից տարբեր երկրների իրենք սովորել են, այսպես բան են եղել, ժամանակակից արվեստներին տիրապետում են։ Ուրեմն առավել եւս իրանց դուր չի գալիս իմ քաղաքացիական անհրաժեշտությունը, որ իմ ոտքով չեմ գնում, դրա արդեն վերջին շրջանում պարբերաբար հատկապես պնդում են, որ այ պիտի քո ոտով գաս, այդ ոլորված վիճակով, որ այսպես քաշ էին տալիս, ուրեմն այստեղ թևս ոլորվել է, ողնաշարս ընդհանրապես վնասվածք ունի, եւս վնասվածքը մի քիչ ամեն անգամ մի քիչ ավելի է խորանում, դե մարմնի տարբեր մասեր, կապտուկներ եւ այլն, այսպես ասած շատ լինի քիչ չլինի այդ տարբերակով էր, էլի, ում հասնում խփում էին, էլի։ Դա կարող եմ ասել ավելի շատ տարածված էր մինչև ոստիկանության բաժանմունք մտնելը, բայց այնպես չէր, որ ասենք ոստիկանության բաժանմունքում չէին խփում։ Կոնկրետ իհարկե բաժնում ինձ չեն խփել։ Ես բայց այսօր տեսել եմ մի քանի դեպքեր, իմ աչքով տեսել եմ, որ քաղաքացիների ծեծել են աստիճանների վրա, միջանցքում, մի քանի դեպք լսել եմ, որ արդեն ես սենյակում եմ եղել, բայց լսել եմ, որ ուրեմն այդ սենյակում մարդկանց ծեծել են։ Ինչ պատճառաբանեցին ոստիկանական բաժանմունքում եւ ձեր հագուստը նույնպես արգրավվել է։ Ուրեմն չեն արգրավել, բայց լրիվ պատառոտված էր իմ հագուստը, ասեմ ձեզ, ուրեմն այնտեղ հավաքել էին, լցրել էին այնտեղ, բայց հրաման դեռ չկար, որ ինչ պիտի անեն, ասել են, դե խնդիր չկա, էլի այդտեղ թողեք մնա, մինչև հրաման կգա, այդ թողեք մնան մի 12 ժամ տևեց։ Այսօր ես մոտավորապես 14 ժամ եմ այնտեղ եղել, ընդ որում, երբ որ դուրս եկա, կային ծնողներ, որ ուրեմն սպասում էին իրանց երեխաներին, որ պետք է դուրս թողնեն, ասացին, հա, դե Գասպարին մի քիչ հայտնի է, իրան շուտ թողեցին, այդ շուտը 14 ժամն էր, իհարկե, ես ցուցմունք եմ գրել եւ ոստիկաններին գրել եմ, դուք հանցագործ սրիկաններ եք, ինչու, որովհետև դուք մեզանից օրենք եք պահանջում, դուք սպանել եք մարտի 1-ի իմ համակարգացիներին, այ խնդրեմ, այդ ձեր օրենքը որտեղ է, թե մենակ դա ինձ համար է, որ դուք օրենք եք պահանջում, դուք բռնություն չեք ցանկանում, բռնությանը դեմ եք, այ խնդրեմ, ձեր բռնությունները պատասխանեք ոստիկանության բաժիններում, ուրեմն ինչպես հայտնի է ձեզ, վերջին տարիներին 10-12 անձիկ ողջ առողջ մտել են եւ իրանց դիակն է դուրս բերել, այդ թվում Լևոն Գուլյանը, Խալաֆյանը եւ մի քանի ուրիշները, այդ ոստիկանությունն է ինձանից օրինականություն պահանջում եւ օրենքի տառը եւ ոգին պահանջում։ Ցավալիորեն մեր ընդդիմադիր ուրեմն կամ ճակերտավոր ընդդիմադիր կամ քվազի ընդդիմադիր պատգամավորները մի բան են ասում, թե մենք դեմ ենք բռնությանը, բռնությամբ իշխանափոխությանը, կարգերի փոփոխությանը, բայց դեմ չեն, երբ որ օրինակ ենք ասում Լիսկան անում է իր բեզպրեդելը, իրանք ոնց որ այնքան էլ դրանից չեն անհանգստանում եւ իշխանական օղակների Նեմեցի եւ մյուս օլիգարխների ամենաթողությունը իրանց այնքան էլ չի հուզում, իսկ երբ որ բանը հասնում է, ասենք Սասնա-Ծռերին, իրանք հիշում են, որ այո, բռնությամբ չի կարելի իշխանափոխություն անել։ Այդ թվում այսօր ոնց որ երկրորդ կամ գուցե 12-րդ պլանը անցել այն, որ Սերժ Սարգսյանը ինքը բռնությամբ է եկել իշխանության վրա, այն 10 զոհերի
արյան գնով է եկել իշխանության վրա, բայց ոնց որ այդ հարցը այսօր մեր ընդդիմադիր կամ կիսաընդդիմադիր պատգամավորներին առանձնապես այնքան էլ չի հուզում։